Վանաձորը գրեթե պատրաստ է ամանորին, այս մասին տեղեկացրին քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնից։ Քաղաքի ձևավորման աշխատանքները մեկնարկել են դեկտեմբերի սկզբից և հաշվված օրերի ընթացքում կավարտվեն։ Աշխատանքները այս պահին գրեթե ավարտական փուլում են գտնվում, մենք աշխատում ենք ամենը մրցութշած կազմակերպության հետ համատեղ, որպեսզի օր առաջ լույսեր ունենալու։ Ի տարբերություն նախորդ տարվա այս տարի քաղաքի տոնական ձևավորման համար հատկացվել է 4,5 միլիոն դրամ, 1 միլիոն դրամով պակաս, նոր լուսային կոնստրուկցիաներ, փողոցների ձևավորում և այլն։ Այս տարի տոնական ձևավորման աշխատանքները ներառել են ավելի մեծ թվով փողոցներ և թաղամասեր։ Ինչպես միշտ մենք փորձում ենք ամեն տարի ավելացնել տարածքները, որտեղ որ կա ամանորյա լուսային ձևավորում։ Այս տարի մեր քաղաքի կենտրոնական փողոցը բոլոր նոր կոնցեպցիայով է զարդարված, ոչ թե ինչ-որ մետաղական կոնստրուկցիա, այլ լույսային կոնկրետ էֆեկտներով։ Ես համոզված եմ, որ համակարգացումը դուր կգա այդ փաթիլային էֆեկտը, ուսում ձյուն կգա և այդ մեր պատկերացրած էֆեկտը բոլորս կվայելենք։ Ավելի քան կես դարյա մշտադալար գեղեցկուհին, որը 5 տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը, այս տարի նոր հանդերձանքով կներկայանա մարզկենտրոնի բնակիչներին և հյուրերին։ Քաղաքի սրտում հայքի հրապարակում ևս անակնկալների պակաս չի լինի, վստահեցնում է կրթության և մշակույթի բաժնի պետը։ Բոլորովին նոր տոնածառ ունենք, դեկորների մեջ ասեցի տոնածառը կլինի և կամարը բոլորովին նոր էֆեկտերով կլինի։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ այս տարի էլ Վանաձորի Եղևնին կճանաչվի լավագույնը, իսկ մարզի գլխավոր Եղևնու լույսերի վառման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։ Վաչե Մատինյան, Արեն Ավագյան, Մոլորակ։